Բարի եւ օրհնյալ առավոտ, սիրելի հարազատներս։ Հիսուսն ազովրեցու Սուրբ անունով օրհնում եմ յուրաքանչյուրիս, օրհնում եմ մեր ընտանիքները, մեր հարաբերությունները, մեր սերունդները, մինչև 1000 սերունդ։ Թող Տիրոջ ողորմությունը իշխի մեր կյանքերում եւ Տիրոջ շնորհը մեզ բերի ապաշխարության պարգևը, դարձի պարգևը դեպի Աստծուն դառնանք եւ հաստատուն քայլենք նրա մեջ։ Այսօր կուզենամ ձեզ օրհնել բանաստեղծությամբ, որ Սուրբ Հոգուց Հիսուսի մասին է։ Սուրբ արյունը Հիսուսի։ Ինչպես ամեն մարդ այս երկնքի տակ, ես էլ արժան չէի ոչ սիրվելու, ոչ ներվելու, ոչ փրկվելու, բայց ով Աստված, հինավուրցը դարերի, քո Սուրբ որդիով ինձ արժանի դարձրիր եւ Հիսուսի անգին արյունը ինձ համար հեղեցիր։ Սուրբ արյունը Հիսուսի իմ պատճառով ու ինձ համար է թափվել։ Սուրբ արյունը Հիսուսի փրկագինն է իմ վճարել։ Սուրբ արյունը Հիսուսի արձակել է ինձ կապանքներից մեղքերի։ Սուրբ արյունը Հիսուսի հանել է ինձ թագավորությունից խավարի։ Սուրբ արյունով Հիսուսի Աստծո թանկարժեք զավակ եմ դարձել, սիրված, ներված, փրկագնված ու օրհնված։ Մեծ պատվի ու շնորհի եմ արժանացել Սուրբ արյունով Հիսուսի, որ ոչ ոսկով, ոչ էլ մարդկային իմ ջանքերով չէի կարող ձեռք բերել։ Սուրբ արյունն է Հիսուսի ինձ անընդհատ լվանում, ձյունից էլ ճերմակ, մաքրեմաքուր դարձնում։ Սուրբ արյունով Հիսուսի արդարացված եմ ես հիմա, առանձնացված եմ Աստծո փառավոր գործերի համար։ Սուրբ արյունով Հիսուսի աստվածային լույսի կրողն եմ դարձել։ Սուրբ արյունով Հիսուսի կենթանացել եմ, որ նրա մասին վկայեմ, ու Հիսուսի փրկարար սիրո մասին ինձ նման անարժաններին որ պատմեմ։ Հալելույա, բարձրյալ Աստված, օրհնում եմ անունը քո Սուրբ, ընդունիր գոհությունս այսօր եւ ամեն օր։ Արժանի ես մեծ արանքի, արժանի ես մեծ պանծանքի, արժանի ես գովասանքի, արժանի ես դու իմ սիրուն, խոնարհվում եմ ես քո առաջ, հավատարիմ նվիրումով, ով արարիչ ու իմ փրկիչ, իմ հույս ու լույս, Հիսուս Քրիստոս։ Ամեն։ Այս խոսքերը ես գրել եմ ինձ համար, բայց այս խոսքերը ճշմարիտ են ամեն ոքի համար, ովքեր դառնում են Քրիստոսին, ովքեր դարձնում են նրան իրենց Տերն ու Փրկիչը, ովքեր քայլում են լույսի ճանապարհով։ Թող այս խոսքերը, եթե դուք Տիրոջը չեք ցանկանում, կրակ վառի ձեր մեջ Սուրբ Հոգով Աստծուն դառնալու։ Իսկ եթե ճանաչում եք Հիսուսին ու ինչ որ կերպ գուցե չեք հավատում, գուցե խարխափում եք մի քիչ դեռ խավարում, թող այս խոսքերը հույս վառեն ձեր մեջ ու ցույց տան ճշմարտությունը։ Իսկ հիմա մենք վերադառնում ենք Ելք գրքին 14-րդ գլխին, նախկին դասերը կխնդրեմ լսեք, որպեսզի այս մասերն էլ իմաստ ունենան ձեզ համար, հասկանալի լինեն եւ Աստծո հայտնությունները հասնեն ձեզ։ Տեսնում ենք, որ Կարմիր ծովի մոտակայքում է Իսրայելի ժողովուրդը եւ Տերը Մովսեսի միջոցով ճեղքում է Կարմիր ծովը ու ժողովրդին անցկացնում է ծովով։ Եվ հիմա տեսնում ենք, որ Աստված խռովություն է պատճառում եգիպտական բանակին եւ նրանք խեղդվում են։ Կարդանք հատվածը։ Եգիպտացիները իսրայելցիների հետևից ընկան։ Փարավոնի բոլոր ձիերը, կառքերն ու ձիավորները նրանց ետևից գնացին ծովի մեջտեղը։ Առավոտը դեռ չբացված Տերը կրակի եւ ամպի սյունից նայեց եգիպտացիների բանակին եւ խուճապի մատնեց եգիպտացիների բանակը։ Հանեց նրանց կառքերի անիվները ու դժվարությամբ էին առաջ շարժվում, այնպես որ եգիպտացիներն ասում էին. «Փախչենք իսրայելցիներից, որովհետև Տերը նրանց համար պատերազմում է եգիպտացիների դեմ»։ Տերն ասաց Մովսեսին.
Մեկնիր ձեռքը ծովի վրա, որպեսի ջրերը ետ դառնան եգիպտացիների վրա, նրանց կառքերի ու նրանց ձիավորների վրա։ Մովսեսը ձեռքը մեկնեց ծովի վրա, եւ առավոտյան դեմ ծովը ետ դարձավ իր ընթացքից։ Եգիպտացիները նրա դիմացից փախան, եւ Տերը եգիպտացիներին թափեց ծովը։ Ջրերը վերադարձան եւ ծածկեցին փարավոնի կառքերը, ձիավորներին ու բոլոր զորքերին, որոնք ծովն էին մտել իսրայելցիների ետևից։ Նրանցից մեկն էլ չմնաց, բայց Իսրայելի որդիները ծովի միջով ցամաքով գնում էին, իսկ ջրերը նրանց աջ ու ձախ կողմերից պարիսպ էին նրանց համար։ Տերն այդ օրը Իսրայելին ազատեց եգիպտացիների ձեռքից։ Իսրայելը ծովի ափին մեռած տեսավ եգիպտացիներին։ Իսրայելը տեսավ այն հզոր ձեռքը, որ Տերը ցույց տվեց եգիպտացիների վրա, եւ ժողովուրդը վախեցավ Տիրոջից, հավատաց Տիրոջը ու նրա ծառա Մովսեսին։ Հայր, աղոթքս այսօր այն է, որ Սուրբ Հոգի Աստված մեր մեջ Աստծո երկյուղ, Աստծո վախ տնես, Տեր, քո խոսքերը կարդալով, քո զորությունը տեսնելով, քո հրաշագործությունը տեսնելով, քո հավատարմությունը քո ժողովրդի հանդեպ եւ քո ատելությունը մեղքի ու ապստամբության դեմ, թող սա իրական, ճշմարիտ, խորը Աստծո երկյուղ առաջացնի մեր մեջ, Տեր ջան, որպեսզի նաև մենք հավատանք քեզ անսասան կերպով եւ նաև քո ծառաներին։ Տերը հանեց նրանց կառքերի անիվները։ Աստված հրաշքներ էր անում ի օգուտ Իսրայելի, ի պաշտպանություն Իսրայելի, եւ Աստված կոնկրետ հրաշքներ էր անում եգիպտացիների դեմ։ Աստված այդպես է վարվում իր ժողովրդի համար։ Տերը խուճապի մատնեց եգիպտացիների բանակը, այն աստիճանի էր այս հրաշքները եգիպտացիների դեմ, որ նրանք ասում էին փախչենք իսրայելցիներից, որովհետև Տերը նրանց համար պատերազմում է։ Եւ Մովսեսը հենց դա էլ ասել էր նախորդ դասում քննարկեցինք, ասեց հանգիստ կանգնեք, Տերն է պատերազմելու ձեզ համար։ Մեր կյանքում լինում են փոթորկալից իրավիճակներ, հիշենք, Տերն է պատերազմում մեզ համար, եթե մենք վստահում ենք Աստծուն եւ հավատարիմ ենք Նրան։ Եվ Աստված շարունակեց պատերազմել եգիպտացիների դեմ այնքան ժամանակ, մինչև Իսրայելի ժողովուրդը անցավ Կարմիր ծովի միջով, ու միայն դրանից հետո Տերը թույլ տվեց, որ եգիպտացիները շարունակեն իրենց հետապնդումը բաժանված ջրերի միջով։ Տերն ասաց Մովսեսին. «Մեկնիր ձեռքը ծովի վրա, որպեսզի ջրերը ետ դառնան եգիպտացիների վրա, նրանց կառքերի ու նրանց ձիավորների վրա»։ Ես ուզում եմ մի բան ասել։ Աստվածաշունչը ասում է, որ մեր պատերազմը մսի ու արյունի դեմ չէ, մարդկանց դեմ չէ։ Հիշենք, սա 5 կտակարանն է, եւ Եգիպտոսն ու եգիպտացիները այստեղ ներկայացնում են խավարի թագավորությունը, մեղքը, չարիքը, ոչ, եւ մեր պատերազմը մարդկանց դեմ չէ։ Աստված Մովսեսին ասաց, որ իր ձեռքով ինչ-որ բան անի ծովի ջրերի հետ կապված։ Մենք գիտենք, որ իրականում Մովսեսի ձեռքի ուժը չէր, որ կանգնեցրեց ծովը կամ թույլ տվեց, որ ծովը հետ գա ու կոտորի եգիպտական բանակին։ Դա Աստծո գործող զորությունն էր, ուժն էր, որ իրականացավ Մովսեսի միջոցով։ Աստված կարող էր այս հրաշքը կատարել նույնքան հեշտությամբ առանց Մովսեսի համագործակցության։ Այնուամենայնիվ, Աստված հաճախ օգտագործում է մարդկանց իր հրաշագործություններին մասնակից դարձնելու համար։ Բացի այդ, սա Աստծո կողմից Մովսեսի արդարացումն էր։ Իսրայելը Մովսեսին ամեն կարգի մեղադրանք էր ներկայացրել։ Եկեք վերհիշենք, նրանք գրեթե դավաճան էին հռչակել Մովսեսին։ Եկեք կարդանք Ելք 14 գլխի 10-ից 12 խոսքերը։ Փարավոնը մոտեցավ եւ Իսրայելի որդիները բարձրացրին իրենց աչքերն ու տեսան, որ եգիպտացիները գալիս էին իրենց հետևից։ Իսրայելի որդիները շատ վախեցան եւ աղաղակեցին Տիրոջը եւ ասացին Մովսեսին. «Միթե Եգիպտոսում գերեզմաններ չկային, որ մեզ բերեցիր անապատում մեռնելու։ Այսինչ արեցիր մեզ դուրս հանելով Եգիպտոսից։ Սա այն խոսքը չէ, որ ասում էին քեզ Եգիպտոսում, թե թույլ տուր մեզ, որ ծառայենք եգիպտացիներին, որտեղ մեզ համար ավելի լավ է ծառայել եգիպտացիներին,
քան թե մեռնել անապատում։ Նրանք այսպիսի մեղադրանքներ էին ներկայացրել Մովսեսին, եւ Աստված այստեղ արդարացնում է Մովսեսին։ Մովսեսի միջոցով Կարմիր ծովը բաժանելու հրաշքով Աստված ամբողջ ազգին ցույց տվեց, որ Մովսեսը Աստծո կողմից ընտրված ու կարգված առաջնորդն էր։ Մովսեսը ձեռքը մեկնեց ծովի վրա, եւ առավոտյան դեմ ծովը ետ դարձավ իր ընթացքից։ Եգիպտացիները նրա դիմացից փախան, եւ Տերը եգիպտացիներին թափեց ծովը։ Ջրերը վերադարձան եւ ծածկեցին Փարավոնի կառքերը, ձիավորներին ու բոլոր զորքերին, որոնք ծովն էին մտել իսրայելցիների ետևից։ Նրանցից մեկն էլ չմնաց։ Իսրայելի ժողովրդի ազատագրումը Կարմիր ծովում շրջադարձային պահ դարձավ Իսրայելի պատմության մեջ։ Իսրայելի պատմության այս դարաշրջանում նրանց առջև շատ դժվարություններ էին սպասվում, բայց Փարավոնն ու եգիպտացիները այլևս երբեք չանհանգստացրին նրանց։ Աստված վերջնակետին է հասցնում Իսրայելի ժողովրդի փրկագնումը, բայց Իսրայելի որդիները ծովի միջով ցամաքով գնում էին, իսկ ջրերը նրանց աջ ու ձախ կողմերից պարիսպ էին նրանց համար։ Տերն այդ օրը Իսրայելին ազատեց եգիպտացիների ձեռքից։ Իսրայելը ծովի ափին մեռած տեսավ եգիպտացիներին։ Իսրայելը տեսավ այն հզոր ձեռքը, որ Տերը ցույց տվեց եգիպտացիների վրա, եւ ժողովուրդը վախեցավ Տիրոջից, հավատաց Տիրոջը ու նրա ծառա Մովսեսին։ Իսրայելը ծովի ափին մեռած տեսավ եգիպտացիների։ Սա Իսրայելի համար հաստատում էր, որ իրենց ազատագրումը Եգիպտոսից իրական ու լիակատար էր։ Ճնշված ժողովուրդը հեշտությամբ չի հավատում, որ ազատ է ստրկությունից, քանի դեռ իրենց ստրկության մեջ պահողները, իրեն տառապացնողները դեռ կենդանի են։ Աստված ուզում էր, որ Իսրայելը իմանար, որ իրենց ճնշողները մահացել են։ Սա շատ պատկերավոր ակնարկ է ականատեսի համար։ Ջրահեղձ եղած եգիպտացի զինվորները խորհրդանշում են ստրկության մեջ ապրելակերպի հին ձևը, որն այժմ ընդմիշտ անհետացել էր։ Այդ դիակների տեսարանը կոնկրետ նշան էր, որ Իսրայելի համար փրկությունը ու նոր կյանքը այժմ ապահովված էին։ Այս սկզբունքը վերաբերում է կյանքի առօրյա պայքարին նաև։ Չնայած մեր փորձության ճնշումը գրեթե երբեմն կարող է անտանելի լինել, մի օր մենք կտեսնենք մեր Եգիպտացուն մեռած, մեր ճնշողի մեռած։ Այս սկզբունքը վերաբերում է նաև մեր վերջնական հաղթանակին։ Բայց երբ հավերժության առավոտը բացվի, նրանք կարտանան ուրախության երգերով, տեսնելու մահը, գերեզմանը եւ բոլոր այն չարիքները, որոնցից նրանք սարսափում էին, ինչպես եգիպտացիներից, ցրված ապակե ծովե ափերին։ Մեկնաբանը նաև ենթադրում է, որ իսրայելցիները թալանել են այս զոհված եգիպտացի զինվորներին եւ այդպիսով ձեռք բերել զենքեր, որոնք հետագայում օգտագործելու էին ամերիկացիների, ամորացիների եւ ուրիշների դեմ մարտերում, չնայած Աստվածաշնչում նման բան գրված չէ։ Տերն այդ օրը Իսրայելին ազատեց եգիպտացիների ձեռքից։ Աստված ազատեց Իսրայելին թվացյալ անհնարին հանգամանքներում։ Նա ցույց տվեց իր հավատարմությունը Իսրայելին եւ իր ողջ ժողովրդին։ Չարլզ Սպըրջենը պատմում է մի իրական դեպքի մասին, երբ մի ծեր հավատացյալ, որը մահամերձ վիճակում էր, հայտարարում է ասելով. Հիսուսը երբեք ինձ չի լքի, քանի որ Հիսուսը խոստացել է դա։ Մեկը ծերունուն հարցնում է. Բայց ենթադրենք, որ Հիսուսը չպահի իր խոստումը եւ դու կորչես։ Ծերունի հավատացյալը պատասխանում է ասելով. Այդ դեպքում Հիսուսը ավելի մեծ պարտվող կլինի, քան թե ես։ Ճիշտ է, նման դեպքում ես կկորցնեմ իմ հոգին, բայց Աստված կկորցնի իր պատիվը, իր փառքը, եթե նրա խոստումները ճիշտ չլինեն ու ինքն իր խոստումները չպահի։ Մեզ կապանքներից ազատելու, մեզ փրկելու Աստծո դրդապատճառը ոչ միայն նրա սերն է մեր հանդեպ,
այլև իր սեփական փառքն ու պատիվը ի ցույց դնելու եւ պահպանելու կարեւորությունն ու ցանկությունը։ Աստված իր խոստումներից հետ չի դառնում։ Նա խոստում պահող Աստված է։ Ուրեմն, սիրելի հավատացյալ մարդիկ, եւ դուք, որ դեռ դարձի չեք եկել, եթե մենք վստահել ենք Աստծուն եւ դուրս ենք եկել աշխարհի Եգիպտոսից, մեղքի ու ստրկության Եգիպտոսից, Աստծո շնորհի միջոցով եւ թողել ենք աշխարհի բոլոր մեղքերը մեր ետևում, եթե մեզ Տերը թողնի, որ մեռնենք անապատում, այսինքն Եգիպտոսից դուրս գալու ճանապարհին, Տեր Հիսուս Քրիստոսը կկորցնի իր փառքը որպես փրկիչ, Աստվածային Հայրը կկորցնի իր անունը որպես անսասան հավատարիմ Հայր, իսկ Սուրբ Հոգին կկորցնի իր պատիվը որպես իր ձեռնարկած յուրաքանչյուր գործը ավարտին հասցնող։ Իսրայելը տեսավ այն հզոր ձեռքը, որ Տերը ցույց տվեց եգիպտացիների վրա, եւ ժողովուրդը վախեցավ Տիրոջից, հավատաց Տիրոջը ու նրա ծառա Մովսեսին։ Աստված հենց սա էր ցանկանում, այսինքն սա հենց այն արդյունքն էր, որ Աստված նախատեսել էր, որպեսզի ժողովուրդը երկյուղ ունենա Տիրոջից, վստահի Տիրոջը եւ նրա ծառա Մովսեսին։ Ժողովուրդը ցավոք չշարունակեց Աստծո երկյուղը իր մեջ կրել, չշարունակեց հավատալ ու վստահել Աստծուն եւ Աստծո ծառա Մովսեսին։ Գուցե այս Աստծուց երկյուղը եւ վստահությունը հանգամանքներից կախված զգացմունքներ էին ավելի շատ, քան իրական հավատք ու վստահություն Աստծո հանդեպ, քանի որ հետագայում կտեսնենք, թե ինչ արագությամբ նրանք մոռանում են, թե Աստծո հանդեպ տածած իրենց երկյուղը, թե հարգանքը Աստծո հանդեպ, թե վստահելը Աստծուն եւ իհարկե նրա ծառա Մովսեսին, երբ կգան մյուս փորձությունները։ Կարող ենք ասել, որ զատիկի փրկագնումը, գառան արյունով փրկագնումը, երբ Տերը կոտորեց եգիպտացիների առաջնեկներին, բայց գառան արյունով, որ խոսում է Հիսուսի արյան մասին, փրկագնեց իսրայելցիներին, եւ Կարմիր ծովի հրաշքը իրար հետ կապված են։ Եթե Կարմիր ծովում տարած հաղթանակը չլիներ, զատկի փրկագնումը ոչինչ չէր նշանակի։ Մյուս կողմից էլ Իսրայելի ժողովուրդը երբեք չէր հասնի Կարմիր ծով առանց զատկի ժամանակ Աստծո փրկագնման հրաշքի։ Նույն կերպ խաչի փրկագնումը ոչինչ չէր նշանակի առանց հարության հրաշքի։ Ազատագրման երկու գործերը պետք է ձեռք ձեռքի տրված գնան։ Աստծո կողմից ստեղծված նոր ազգը անցավ մահվան սպառնալիքի միջով, դեպի նոր կյանք, լի Եհովա Աստծո ներկայության եւ զորության գիտակցությամբ, որից նրանք չէին կարող փախչել։ Աստված մեզ հետ է, բոլոր նրանց հետ, ովքեր ընդունել են նրան, եւ Աստված նաեւ բոլոր նրանց հետ է, ովքեր դեռ չեն ընդունել նրան։ Ես շատ նկատել եմ իմ կյանքում եւ գրի եմ առել 31 տարբեր բաներ, որ մի պահ տեսել էի, որ Աստված արել էր իմ կյանքում, երբ դեռ ես իրեն չէի ճանաչում։ Փրկելով ինձ, բժշկելով ինձ, առաջնորդելով ինձ, օգնելով ինձ, բարգավաճելով ինձ։ Աստված ողորմած է։ Իսկ թող որ մենք խոնարհվենք Աստծո առաջ, նրա ողորմությունը, նրա սերը, նրա օրհնությունը, նրա փրկագնումը ստանալու համար։ Այսքան այսօր առատ օրհնություններ յուրաքանչյուրիս վրա թող լինի Հիսուս Քրիստոսով։ Ամեն։